Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը պարզապես ցնցելու է ձեր երևակայությունը։ Սերիալում տեղի ունեցած վերջին զարգացումներն այնքան արագ, անսպասելի եւ արյունալի են, որ մեր հերոսների կյանքը բաժանվել է առաջի եւ հետոյի։ Այն, ինչ մենք կքննարկենք այսօր, կգերազանցի անգամ ամենադաժան մղձավանջները։ Ամեն ինչ սկսվում է սահմռկեցուցիչ տեսարանով։ Արտասահմանում հիվանդանոցի ծանր սպասումների մեջ գտնվող Իննան հեռախոսով խոսում է Հունանի հետ։ Հանկարծ կապի մյուս կողմից լսվում է ահռելի պայթյունի ձայն, որից հետո տիրում է մահացու լռություն։ Իննան, հասկանալով, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվել, վախից սկսում է անմարդկային ձայնով գոռալ։ Նրա ճիչի վրա լոգարանից վազելով դուրս է գալիս Լեան, փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Մայրը դողացող ձեռքերով եւ արցունքն աչքերին հազիվ կարողանում է արտաբերել, որ խոսում էր Հունանի հետ, երբ լսվեց այդ ահավոր պայթյունը։ Մայր ու դուստր հայտնվում են կատարյալ խուճապի մեջ։ Հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա նրանք անզոր են եւ չգիտեն ինչ անել, ումից տեղեկություն ստանալ։ Լեան, փորձելով պահպանել սթափությունը, որոշում է, որ հենց հիմա կզանգահարի Ավոյին, հույս ունենալով նրանից իմանալ իրականությունը։ Իսկ ինչ է կատարվում իրականում Հայաստանում։ Ավոն վերջապես իրականացրել է իր վաղեմի ստոր ծրագիրը։ Նա ռումբ էր տեղադրել Հունանի մեքենայի մեջ եւ վստահ լինելով, որ իր թշնամին այդ պահին գտնվում է սրահում, սառնասրտորեն գործի է դրել պայթուցիկը։ Բայց ճակատագիրը կարծես դեռ վերջնականապես չի լքել Հունանին։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, Հունանն այդ վայրկյանին մեքենայից դուրս է եղել։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի երկրի բոլոր լրատվականները ողողվեն Հունանի հետ պատահած սարսափելի դժբախտության եւ ահաբեկչական պայթյունի մասին շոկային լուրերով։ Այս դաժան լուրերը կայծակնային արագությամբ հասնում են բոլորին։ Մանանը եւս համացանցում կարդում է այդ մասին։ Նա հայտնվում է կատարյալ շոկի մեջ եւ անմիջապես այդ լուրը հայտնում է Դավիթ պապիկին։ Չնայած նրանց միջև եղած թշնամանքին, նման ողբերգությունը չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Իսկ Վովան, իմանալով պայթյունի մասին, ահա որ զայրանում է։ Նա անմիջապես գնում է մոր Օլգայի մոտ եւ սկսում ծանր խոսակցություն։ Վովան մեղադրում է մորը, ասելով, որ հիմա ամեն ինչ Օլգայի սրտով է գնում, չէ՞ որ եթե Հունանը մահանա, ապա ինքն այլևս երբեք չի իմանա այն մեծագույն գաղտնիքը, որը Հունանը պատրաստվում էր իրեն բացահայտել հենց այն օրը, երբ Օլգան դիտավորյալ խանգարեց։ Դու կարող ես ուրախանալ, ցավով ասում է Վովան, բայց Օլգան, փորձելով արդարանալ, պատասխանում է, որ ինքը երբեք չի կարող ուրիշի մահով ուրախանալ եւ շարունակում է պնդել, որ որևէ գաղտնիք չունի որդուց։ Այդ ընթացքում Ավոն լիովին վստահ իր հաղթանակի մեջ վայելում է իր փառքի րոպեները։ Նա արյան գույնի մուգ կարմիր գինի է լցնում իր բաժակը եւ զանգահարում Արտյոմին։ Ավոն հպարտությամբ ասում է, որ հենց հիմա գինի է խմում եւ նշում Հունանի մահը։ Այս լուրը լսելով Արտյոմը պարզապես շոկի է ենթարկվում եւ հենց այս պահին էլ հնչում է Լեայի զանգը։ Լեան խուճապահար հարցնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ավոն, միացնելով իր ողջ դերասանական տաղանդը, ձևացնում է իբր լացակումած է եւ պատասխանում է, որ տեղի է ունեցել անդառնալին։ Հունանը մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է։ Լեան դժբախտաբար հեռախոսը դրել էր բարձրախոսի վրա եւ Իննան լսում է ամեն բան։ Ամուսնու մահվան բոթը լսելուն պես Իննայի աշխարհը փլվում է եւ նա ուշագնաց է լինում։ Իսկ Ավոն հեռախոսի մյուս կողմում պարզապես երջանիկ ժպտում է։ Սակայն Ավոյի այս ուրախությունը շատ կարճ է տևում։ Ընդամենը րոպեներ անց իրականությունը ջրի երես է դուրս գալիս։ Բոլորն իմանում են, որ Հունանը իրականում չի մահացել, այլ ողջ է։ Պարզապես ծայրահեղ ծանր մահամերձ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այս լուրը Իննայի մեջ արթնացնում է իսկական գազանին։ Նա կայացնում է ճակատագրական որոշում։ Գրիշոյին թողնում է Լեայի հույսին արտասահմանում, իսկ ինքը առաջին իսկ չվերթով վերադառնում է Հայաստան, ամուսնուն փրկելու եւ նրա վրեժը լուծելու համար։
Հայաստան հասնելուն պես Իննայի առաջին թիրախը դառնում է Արտյոմը, ում նա կասկածում է ամեն ինչում։ Նա ներխուժում է Արտյոմի մոտ եւ անսպասելիորեն փորձում դանակահարել նրան, սակայն բարեբախտաբար դա չի ստացվում։ Իննան դառնում է անկառավարելի վրիժառու։ Նա զանգահարում է դստերը եւ սառնասրտորեն ասում, որ Հունանը մահամերձ է, իսկ ինքն այլևս խղճի խայտ չի զգալու եւ դաժանորեն վրեժ է լուծելու բոլոր մեղավորներից։ Լեան լսելով մոր այս սարսափելի խոսքերը, ահա որ վախենում է նրա նոր արյունարբու կերպարից եւ լացելով խնդրում աղաչում է մորը հետ կանգնել այդ ճանապարհից եւ նման բան չանել։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, արդյոք Իննան կկարողանա բացահայտել, որ պայթյունի իրական հեղինակը հենց Ավոն է եւ ինչ դաժան պատիժ է նա նախապատրաստելու Ավոյի համար։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Շնորհակալություն դիտելու համար եւ կհանդիպենք շուտով։